Ողջույն ABC մեդիայի հարգելի հետևորդներ, այս պահին տաղավարում զրուցելու եմ հասարակական գործի Ջոել Թենիի հետ։ Բարի երեկո, պարոն Թենի։ Բարի երեկո։ Որն էր այն պահը կամ իրադարձությունը, որը ձեզ կապեց հայկական թեմաների ու հայ ժողովրդի հետ։ Ամեն ինչ սկսվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան։ Ես աղոթում էի իմ հյուրասենյակում եւ տեսիլք ունեցա։ Տեսիլքում տեսա, որ ես եւ կինս վաճառում ենք մեր ունեցածը եւ մեր ամբողջ կյանքը փոխվում է։ Այդ ժամանակ մենք սպասում էինք մեր 4-րդ երեխային։ Տեսիլքում մենք վաճառում էինք մեր ունեցվածքը եւ մեր գումարն ու խնայողությունները տալիս էինք Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ այրիացած հայ կանանց ու որբացած երեխաներին։ Իսկ այդ օրը ավելի ուշ իմացանք, որ պատերազմ է սկսվել։ Մենք ոչինչ չգիտեինք Հայաստանի հայ ժողովրդի մասին։ Մենք չգիտեինք, որ Ադրբեջանն ու Հայաստանը հակամարտության մեջ են։ Մենք ոչինչ չգիտեինք Հայաստանի պատմության կամ ժառանգության մասին։ Նույնիսկ չգիտեինք, որ Արարատ լեռը երբևէ եղել է Հայաստանում։ Մենք միշտ կարծել ենք, որ այն Թուրքիայում է։ Ես երբեք չէի մտածել հայ ժողովրդի պատմության մշակույթի մասին։ Ես ոչինչ չգիտեի նրանց մասին։ Բայց Տիրոջ հետ այդ հանդիպումը ինձ դրդեց խորապես ուսումնասիրել նրանց պատմությունը, մշակույթը, նրանց ավանդույթները, նրանց եկեղեցական պատմությունը։ Ես սկսեցի կարդալ այնպիսի գործիչների մասին, ինչպիսիք են Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, Հռիփսիմեն, Գայանեն, Սուրբ Գրիգոր Տաթևացին, Սուրբ Գրիգոր Նարեկացին, եւ սկսեցի կարդալ Սուրբ Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունները, ոչ միայն նրա սրտից Աստծուն ուղղված խոհերը, այլև նրա մեկնաբանությունը երգ-երգոցի եւ շատ այլ բաների մասին, եւ ես սիրահարվեցի հայ ժողովրդին։ Ես սիրում եմ այս ազգին այնպիսի սիրով, որը չեմ կարող բացատրել։ Այդ զգացողությունը կարող եմ համեմատել միայն իմ հարսանիքի օրվա հետ։ Գիտեք, դա այդ զգացողությունն է, երբ հարսնացուն իր գեղեցիկ սպիտակ հարսանեկան զգեստով մոտենում է խորանին, եւ դուք սպասում եք այն պահին, երբ կկապեք ձեր կյանքը այդ մարդուն։ Սա այն է, ինչ ես զգում եմ Հայաստանի նկատմամբ իմ կյանքի վերջին 4 տարիների ընթացքում։ Յուրաքանչյուր հնարավորություն, որ ինձ տրվել է մամուլում խոսելու Հայաստանի մասին, ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև ամբողջ աշխարհում, ես դա արել եմ այս մարդկանց ամենահին քրիստոնյա ազգի կողքին կանգնելու համար եւ պարզապես այս երկրի սահմաններից դուրս նրանց ձայնը լսելու համար։ Դուք բազմիցս ձեր աջակցությունն եք հայտնել Արցախին եւ հայ ժողովրդին։ Ինչն է ձեզ մղում այսքան հաստատուն կերպով աջակցելու մեզ։ Կարծում եմ, եթե ուսումնասիրեք հայ ժողովրդի պատմությունը եւ ոչ միայն 1915-1923 թվականների հայոց ցեղասպանությունը, այլև Համիդյան կոտորածները, Ադենայի կոտորածը, կծանոթանաք այն նվաճումների պատմությանը, որոնք տեսել է հայ ժողովուրդը սկսած մոնղոլներից, մարդասպան թուրքերից մինչև պարսիկներ, երբ Հայաստանը գտնվում էր Պարսկական լծի տակ։ Կտեսնեք, թե ինչեր են տեղի ունեցել ցարի օրոք, երբ եկեղեցական գույքը բռնագրավվում էր ռազմական գործողություններ ֆինանսավորելու համար։ Կտեսնեք, թե ինչեր են տեղի ունեցել բոլշևիկների օրոք եւ թե ինչպես նրանք ճնշել, սպանել հայ ժողովրդին բազմաթիվ հայ մտավորականների ուղարկելով Սիբիր։ Ուսումնասիրելով այս ամբողջ պատմությունը, տեսնում ենք մի ժողովրդի, որը կարիք ունի պաշտպանի, ով կբարձրաձայնի արդարությունն ու ճշմարտությունը։ Սուրբ գրքի ամենակարևոր պատվիրաններից մեկն է սիրել մեր մերձավորին եւ սիրել մեր թշնամուն, ինչն իսկապես դժվար է։ Հիսուսն ասում է, որ հեշտ է սիրել ընտանիքից, այնպես չէ։ Հեշտ է սիրել ընկերներիդ, հեշտ է սիրել ընկերներիդ, բայց շատ ավելի դժվար է սիրել թշնամուդ։ Ինչպես սիրես թշնամուդ։ Դա շատ դժվար է եղել ինձ համար։ Երբ ես առաջին անգամ սկսեցի օգնել հայերին, նրանք չգիտեին, թե ով եմ ես։ Նրանք դավադրության տեսություններ էին հորինում։ Ոմանք ասում էին, որ ես աշխատում եմ Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության համար։ Ոմանք ասում էին, որ ես աշխատում եմ թուրքական հետախուզության համար։ Ոմանք էլ հավատացած էին, որ ես աշխատում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության համար։ Բայց ես պարզապես հայր եմ։ Շուտով կծնվի իմ 6-րդ զավակը, եւ ես նույնիսկ չէի ուզում լիաժամ ծառայություն կատարել։ Ես նախկինում շինարարության ոլորտում էի աշխատում, բայց ամեն ինչ թողեցի միայն հայ ժողովրդին ծառայելու համար, եւ դրանից հետո ես սկսեցի ծառայել ամբողջ աշխարհի հալածված քրիստոնյաներին։ Իհարկե, հայերը ինձ ճանաչում են Հայաստանում կատարած իմ աշխատանքով, եգիպտացիները ինձ ճանաչում են Եգիպտոսում կատարած իմ աշխատանքով, քենիացիները ինձ ճանաչում են Քենիայում կատարած իմ աշխատանքով, բայց ես սիրում եմ հայ ժողովրդին։ Ես հավատարիմ եմ այս կոչմանը՝ օգնելու արցախահայերին եւ բոլոր հայերին, փախստականներին, այրիներին, որբերին, սգացող մայրերին, ովքեր կորցրել են իրենց որդիներին 2020 թվականի պատերազմում, որպեսզի ցույց տան, որ նրանց պայքարն աննկատ չի մնացել, եւ որ ես շարունակելու եմ սատարել նրանց, որպեսզի նրանց որոշակի հույս տամ շարունակելու պայքարել, շարունակելու լինել։ Հայ ժողովուրդը եղել է եւ կշարունակի լինել։ Սուրբ Գիրքն ասում է. «Փնտրիր արդարություն, ողորմություն եւ խոնարհաբար քայլիր քո Աստծո հետ»։ Այն նաեւ ասում է, որ արդարությունը նշանակում է պաշտպանել ճնշվածներին եւ պատասխանատվության ենթարկել ճնշողին։ Որպեսզի կապի մեջ եք Միացյալ Նահանգների հայ համայնքի հետ, կան ծրագրեր, որոնց մաս եք կազմում։
Yes, I'm working on a big project right now. I want to Այո, ես հիմա աշխատում եմ մի մեծ նախագծի վրա։ Ես ուզում եմ ստեղծել Ամերիկայում առաջին հայկական վանքը։ Հիմա մենք աշխատում ենք դրա համար հող ձեռք բերելու ուղղությամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում չկա հայկական վանք կամ սուրբ ուխտատեղի, բայց սա կլինի մի վայր Սփյուռքի եւ բոլոր հայերի համար Բեյրութից, Հայաստանից կամ Իրանից։ Ես պլանավորում եմ հանդիպել Նորին Սրբություն Արամ առաջին կաթողիկոսին եւ իհարկե Գարեգին Բեի հետ քննարկելու, թե արդյոք դա հնարավոր է։ Եթե մենք կարողանանք միասին աշխատել այս նախագծի վրա, դա հիանալի կլինի։ but it's something I want to gift to the church. Նախընտրական շրջանում աջակցում էիք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Հայկական մամուլում նույնիսկ տեղեկություններ կային, որ նրա վարչակազմում պաշտոն կարող եք ստանալ։ Արդյոք այդպիսի առաջարկ իսկապես եղել է։ Եթե այո, ապա ինչ փուլում կանգ առավ դա եւ ինչով էր պայմանավորված, որ այն չիրականացավ։ Well, I think this is really something. So I started working. Կարծում եմ սա իրապես կարևոր է։ Ես սկսեցի աշխատել նախագահ Թրամփի հետ մոտ 2 տարի առաջ։ Ես սկսեցի աշխատել քարոզարշավի համար։ 3 անգամ քվեարկել էի նրա օգտին։ Ես առաջին մարդն էի, ով ելույթ ունեցավ խմբակցության նիստում 2015 թվականի քարոզարշավի ժամանակ։ Դա մեծ իրադարձություն է, եւ հետո ես նրան դիմեցի նաեւ 2020 թվականին քարոզարշավի համար։ Ես ստացա նրանից ստորագրված լուսանկար, բայց հնարավորություն չունեցա անձամբ հանդիպել նրան։ Իսկ երբ անձամբ հանդիպեցինք, հանդիպման թեման Հայաստանում տիրող իրավիճակն էր, ոչ թե քարոզարշավը։ Նախագահ Թրամփի հետ հանդիպումից անմիջապես առաջ ես հանդիպել էի նրա նախկին փոխնախագահ Մայք Փենսի հետ եւ պատմել նրան Բերձորի շրջափակման եւ արցախցիների զրկանքների մասին, նշելով, որ նրանք մեր օգնության կարիքն ունեն։ Եվ նա խոստացել էր օգնել եւ աջակցել։ Նա ասաց, որ իր եղբայրը կոնգրեսական է, նա կխոսի կոնգրեսի անդամների հետ, կփորձի օգնություն եւ աջակցություն ստանալ հայերի համար, սակայն ոչինչ չարեց։ Այդ ժամանակ ես մասնակցեցի Լեռնային Ղարաբաղի թեմայով Թոմ Լանտոսի հանձնաժողովի եսումներին Վաշինգտոնում։ Այստեղ ես հանդիպեցի կոնգրեսի անդամների հետ, ինչպես նաև խոսեցի Լուիս Օկամպոյի հետ։ Դրանից հետո վերադարձա տուն։ Քաղաքական առումով կարևոր իմ հայրենի Այովա նահանգում հանրահավաքի մասնակցելիս ինձ մոտեցավ Թրամփի թիմի անդամ Ջեքսոն Լեյնը, ով խնդրեց, որ աջակցեմ նախագահ Թրամփին։ Սկզբում վստահ չէի, որ ուզում եմ իմ աջակցությունը տալ։ Իհարկե ես նրա աջակիցն էի, իհարկե ես ցանկանում էի աջակցել նրան, բայց նախագահ Թրամփին աջակցելը շատ բարդ բան էր։ Հոգևորականի, ավետարանչականի կամ միսիոների համար դա դժվար բան է։ Մեր արդարադատության նախարարությունը, որը Թրամփին անվանում էր անարդարության նախարարություն, հետապնդում էր նրանց, ովքեր աջակցում էին իրեն։ Ես գիտեի, որ եթե աջակցեին նրան, գուցե հետաքննությունների դաշնային բյուրոն որոշեր խուզարկել իմ տունը կամ գուցե ինձ բանտ ուղարկեին, ինչպես այն փաստաբաններին, ովքեր աջակցում կամ պաշտպանում էին նրան։ Այսպիսով ես եւ կինս աղոթեցինք եւ ես զգացի, որ Տերն առաջնորդում է ինձ նրան աջակցելու։ Եվ առաջին բանը, որ նախագահ Թրամփն ասաց, սա էր. He said, I know exactly who you are when we met. Ես գիտեմ, թե դուք ով եք։ Ես հետևել եմ այն ամբողջ ֆանտաստիկ աշխատանքին, որը դուք անում եք այդ փոքրիկ երկրում Հայաստանում։ Դա այնքան հիանալի է։ Մենք խոսեցինք եւ նա հարցրեց կնոջս, թե արդյոք նա հպարտանում է ինձնով։ Իսկ ինձ ասաց. այո, ես հպարտանում եմ նրանով, պարոն նախագահ։ Այնուհետև մենք լուսանկարվեցինք եւ վերջ։ Դա կարճ հանդիպում էր, բայց զվարճալին այն էր, որ նա գիտեր իմ աշխատանքի մասին։ Նա գիտեր իմ ծառայության մասին, ինչը հիանալի է։ Գուցե այն պատճառով, որ ես խոսում էի նրա նախկին փոխնախագահի դեմ, իսկ նա եւ իր նախկին փոխնախագահը այնքան էլ հարաբերությունների մեջ չէին, այնպես որ դա կարող էր լինել պատճառը։ Վստահ չեմ, բայց ինչ որ բան գրավեց նրա ուշադրությունը ինձ վրա։ Այսպիսով իրադարձությունների զարգացմանը զուգընթաց ես հնարավորություն ունեցա ավելի հաճախ հանդիպել նրա հետ եւ աղոթել նրա համար։ Կոնգրեսական Դեյվիդ Փոուչը, ով այժմ առաջադրվել է կոնգրեսի համար, իմ պատվիրակության անդամ է։ Այսպիսով մենք սկիզբ դրեցինք այս հարաբերություններին եւ ես ավելի լավ ճանաչեցի նրան, ապա հանդիպեցի նրա ընտանիքի տարբեր անդամների, նրա երեխաների հետ։ Ինձ հրավիրում էին Մարալագո։ Հնարավորություն եմ ունեցել այնտեղ ժամանակ անցկացնել Թրամփի տանը Ֆլորիդայում։ Իսկ հարցին արդյոք ես պաշտոնապես աշխատում եմ Միացյալ Նահանգների կառավարությունում, ես կպատասխանեմ ոչ։ Ես դա չեմ անի ոչ 1 միլիոն, ոչ 2 կամ 10 միլիոն դոլարի դիմաց։ Աստծո կողմից ինձ տրված կոչումը շատ ավելի մեծ է։ Կար մի պահ, երբ ես մտածում էի, որ գուցե դեսպան դառնամ Հայաստանում։ Նման նշանակման մասին որոշ խոսակցություններ կային, սակայն դա իրականություն չդարձավ եւ կան տարբեր պատճառներ, որոնք ես չեմ կարող բացահայտել։ Այս մասին Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատակիցների հետ խոսելիս ես ասացի. «Ինչ եք մտածում այս մասին»։ Եվ նրանք ասացին. «Մի արեք դա»։ Ես հարցրի ինչու, եւ նրանք ասացին, որ եթե դուք աշխատում եք կառավարության համար, դուք կարող եք առաջ մղել միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնական քաղաքականությունը։ Դուք չեք կարող շեղվել այդ կուրսից։ Մարդիկ ինձ գիտեն ի պաշտպանություն հայերի իմ գործունեությամբ։ Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ դեսպան Էվանսի հետ։ Եթե հիշում եք նրան, վստահ չեմ, որ հիշում եք Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Էվանսին, երբ նա ասաց, որ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանի հետ
ցեղասպանություն է, նա կորցրեց իր պաշտոնը։ Հասկանում եք, ես երբեք չեմ շեղվի ուղուց, ես երբեք չեմ ստի հանուն քաղաքական շահի։ Այնինչ տեղի է ունեցել հայերի հետ ցեղասպանություն է, եւ Նիկոլ Փաշինյանը կարող է ասել այն, ինչ ուզում է, բայց նա ինքը չօգտագործեց ցեղասպանություն բառը ապրիլի 24-ի իր ելույթում։ Եվ եթե ուզում եք իմանալ, թե ինչու նախագահ Թրամփը դա չասեց, ես ձեզ կասեմ, որ դա ձեր ներկայիս առաջնորդի պատճառով է։ Հայաստանը շատ խնդիրներ ունի, շատ խնդիրներ, եւ ես ամեն օր աղոթում եմ Հայաստանի համար։ Ես աղոթում եմ, որ հայերը չկորցնեն իրենց ինքնությունը, որ նրանք չապրեն ինքնության եւ մշակութային ցեղասպանություն, որի ականատեսն եմ հիմա։ Երբ դուք ասում եք, որ մենք պետք է ճանաչենք միայն Հայաստանի պատմության վերջին 30 տարիները եւ մոռանանք մեծ հայքի Արևմտյան Հայաստանի Կիլիկյան կայսրության ողջ եկեղեցական պատմությունը, սա ծաղր է։ Դուք ջնջում եք ձեր ժողովրդի պատմությունը, եւ սա այն է, ինչ տեղի է ունենում ներկայիս վարչակազմի օրոք։ Տեսանյութը, որում դուք Կոմիտաս եք երգում մզկիթի վերածված Այա Սոֆիայում, լայն արձագանք ստացավ Հայաստանում։ Ինչ խորհուրդ ունի ձեր համար Կոմիտասն ու հայկական երգը։ I will tell you, Komitas has changed my life. Կոմիտասը փոխել է իմ կյանքը։ Կլոդ Դեբյուսին Կոստանդնուպոլսում իր ելույթներից մեկի ժամանակ խոնարհվեց նրա ոտքերի տակ եւ ասաց. «Դու մեր ժամանակների մեծագույն կոմպոզիտորն ես»։ Եվ ես համաձայն եմ Դեբյուսիի հետ։ Կոմիտասը ոչ միայն 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորն է, այլև ինձ համար նա բոլոր ժամանակների մեծագույն կոմպոզիտորն է։ Նրա երաժշտությունը նպաստել է իմ հավատքի, Աստծո հետ իմ հարաբերությունների, Աստծո հետ իմ կապի ձևավորմանը։ Ես սարսափելի վթարի ենթարկվեցի 2021 թվականին։ Ավտովթարից հետո, երբ ուղեղի ցնցումով արթնացա հիվանդանոցում, պետք է անցնեի համակարգչային տոմոգրաֆիա։ Այդ ժամանակ, երբ բուժքույրներից մեկն ինձ մոտեցավ, ասացի. «Օ, ինչ երաժշտություն եք միացրել, Կոմիտաս եք լսում»։ Նա ինձ ասաց. «Ինչ երաժշտություն, այստեղ երաժշտություն միացված չէ»։ Այնուհետև նա հավելեց. «Դուք ձեր գլուխը շատ ուժեղ եք հարվածել»։ Պարզապես վթարից առաջ ես Կոմիտաս էի լսում, իսկ վթարից հետո երաժշտությունը շարունակում էր լսվել գլխումս։ Հով արեք, Չինարես, Գարունա, այս բոլոր երգերը շարունակ հնչում էին գլխիս մեջ։ Այնուհետև ես իջա ներքև եւ ինչ-ինչ պատճառներով մոտս ցանկություն առաջացավ դաշնամուր նվագել։ Գիտեք, դա նման է նրան, երբ կարոտում ես ինչ-որ մեկին, ազգականի ընտանիքի անդամի, ում վաղուց չես տեսել եւ իսկապես ուզում ես գրկել եւ լինել նրա կողքին։ Ինչ-ինչ պատճառներով ես այդպիսի մի բան էի զգում դաշնամուրի նկատմամբ, սակայն ես երբեք դաշնամուր չէի նվագել։ Ես մասնագիտական կրթություն չունեմ, դաշնամուրի դասեր չէի ստացել, սակայն նստեցի գործիքի դիմաց եւ մատներս պարզապես սկսեցին շարժվել եւ ես դաշնամուրի վրա Կոմիտաս էի նվագում։ Հույս ունեմ մի օր Երևանի օպերային թատրոնում նվագել հայ հանդիսատեսի համար։ Կոմիտասի երաժշտությունը փոխեց իմ կյանքը։ Դա հրաշք էր։ Գիտական աշխարհում կամ բժշկական համայնքում այս երևույթը կոչվում է Սավանտի ձեռքբերովի համախտանիշ։ Դա այն է, երբ ուղեղի վնասվածքի եք ենթարկում եւ արթնանում եք որոշակի կարողությամբ կամ շնորհով, որը նախկինում չունեիք։ Այդպես պատահեց ինձ հետ։ Ես նաեւ սիրում եմ հայկական պատարագը։ Ինձ հաճախ կտեսնեք հայկական պատարագից շարականներ երգելիս։ Ինչ վերաբերում է Սուրբ Սոֆիային, ես դա արեցի, որովհետեւ իսկապես զգացի, որ պետք է իմ ձայնը բարձրացնեմ ոչ միայն հայերի, այլև հույների, կիպրացիների, ասորիների, բոլոր քրիստոնյաների համար, ովքեր տառապել են թուրքական օկուպացիայի տակ։ Այն մեր եկեղեցին է, այն քրիստոնեական աշխարհի զարդն է, որը խլել են մեզնից։ Ես Ստամբուլը դեռևս անվանում եմ Կոստանդնուպոլիս, նրա իրական անվամբ։ Մի օր հույները կվերադարձնեն Սուրբ Սոֆիան, իսկ հայերը Արարատը։ And I say one day the Greeks will have Hagia Sophia back and one day the Armenians will have Ararat back. Դեմ չեք լինի մեր հարցազրույցն ավարտել Կոմիտասից մի հատված երգելով։ Իսկ որը կցանկանաք։ Ձեր հայացողությամբ։ Հովարեք Սարեջան
Շնորհակալություն հարցազրույցի համար, պարոն Թենի, ինձ համար պատիվ էր ձեզ հյուրընկալել մեր տաղավարում։ Հիշեցնեմ, ես զրուցում էի հասարակական գործի Ջոել Թենիի հետ, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում, կհանդիպենք։